ռեկորդի վրա։ Նա իսկ իմը որ տենում եմ, այսինքն դինամիկ դոմփում է ինքը, այսինքն նա հիմա մենք խոսում ենք, չի կարող է հենց անջատեմ, դնեմ, մտնեմ YouTube-յան, բան, Facebook, մեկ է տենամ այդ իմ ասածներից մի բան եղել է։ Այսինքն ես է չեմ հասկանում։ Ոնց, բայց տենց եմ ես տեսնում։ Ագրավները, երեք Ես իմ տեսել ես, չես տեսել, այդ ինչքան ագրավներ էին ներեք, это где? Конечно же, то, что я вижу, ինչ ես տեսնում եմ, իրոք դա կատարվում է։ Այն մեր Հայաստանին հիմա պետք է sense լավ մասնագետներ, որ հավաքվենք, մեր երկրին մենք պետքական լինենք։ Խի ես հենց քեզ ընտրեցի, հա, որովհետև ես արդեն մեր Արմանին եմ ներկայացրել, հա։ Խի դու ես լավ մասնագետ երևում, դու էլ կարաս օգուտ տաս քո երկրին։ Դու էլ կարաս օգուտ տաս քո հա ժողովրդին, որ քեզ դիմեն։ Թող ճանաչեն ես լավ մարդկանց, թող ճանաչեն ճիշտ մասնագետներին, ոչ թե սխափե բաներին, այս չկայացածներին։ Մենք ես իմ հետ դրա կապված կարիք ասեմ, չունենք, որ ինքնահաստատվենք ուրիշների անվան վրա։ Հասկացա՞ր։ ես դեմից չխայնանում էի, որ մտնում էի TikTok, տենում էի, օրինակ, չգիտեմ, նստած են Վարդանոց 31 Սաթենի 24 կլինենք միասին թե չէ, տենց հիմար թեմաների մեջ էին, բայց հետո օրերից մի օր զգացի, որ անիմաստ է դրա դեմ պայքարելը անկեղծ ասած, այն որ կոպիտ ասած տենց Հա, մարդիկ կան, որ իրենց ֆոնին հասկացողը տարբերվի։ հա, Այն որ եթե մարդը պետքա գնա տենց իրան խափողի մոտ կամ տենց հույսը դնի գուշակությունների վրա, անիմաստ է իրան ինչ-որ բան հակառակ փորձել ապացուցելը։ Երբ որ խելքը կհասնի, կգա արդեն նորմալ մասնագետի մոտ, ու տենց սկսեցի էլ вообще ուշադրություն չդարձնեմ այդ կողմ։ Իսկ այս պետության բանի հետ կապված ես այնքան անտեղյակ եմ իրականում, հա, սենց ասեմ, որ ինձ այս ինչ պաշտոնում գտնվող մարդով է, ես չեմ իմանա։ Այդ տիպի, ես вообще տեղեկացված չեմ, որովհետև թե ասամ իմ վիբրացիաները չի այդ էգրեգորը, ես ընդ ինձ այդ թեմաների մեջ կոմֆորտ չեմ զգում, թե ասեմ զուտ արդեն այնքան վատ բան է եղել, այնտեղ ոչ մեկը չկա, որ ասես ինքը լավն է, իրան կարելի է հետևել կամ իր ասածը լսել։ Հիմա ես առհասարակ իմ մոտ դաժե Facebook-ով բանով բլոկացա նորություններ չի բերում։ Ես իմ շեշտը դրել եմ անհատական կոնսուլտացիաների վրա, հիմա շատ ուզում եմ ճիշտ է շատ Սարե, Արտուր ջան։ Շատ ճիշտ է Սարե։ Ես բա ինչ եմ ասում, թող լինեն քիչ մասնագետներ, բայց լավ մասնագետներ մեր երկրին, մեր ժողովրդին պետքական, հա որպեսզի օգնեն, ոչ թե խափե բաներ, մի այդ մարդիկ խեղճերը գնում խնդրում են, որ իրանց օգնեն, մի հատ, հա, այդ դեղի վրա մի հատ էլ դարման են դնում, ավելի են պրոբլեմ սարքում ու ուղարկում են։ Ու հետո այդ մարդը գալի հայտնվում է իմ մոտ, քո մոտ Պետրոսի մոտ, լացում ասման նայեք, ես դաժե ձայնագրային են դրել են դեմս։ Վիդեո են Էի բերել, որ հարկ, 40 հա հազար մենակ մարդը վարկե տեղյակ չի տարոյից։ Այնքան որ վիդեո է արել, մենակ ձեռներն է ստենում, տարոները, ինչ խոսում է, ասում է քո վրա տոհմական թուղթ ու գիրա, հա 3 սաղի մոտ էկրան է 5000 եվրո փող պետք տաս, որ 3 ամսվա մեջ բուժեմ։ Ուշադիր լսի։ Իսկ եթե դու ուզում ես գաս իմ մոտ կոնկրետ ինձ տենաս, 80,000 դրամ տարու կանխատեսում։ Սա արդեն խոսում է խափե բայությունից։ Այ ես դրա վրա եմ հիմա աշխատում։ Աշխատենք, թող շատ մարդիկ տեսնեն ճիշտ մասնագետներին իրանց դիմեն, ոչ թե խափե բաներին, ով այսենց մատների վրա խաղացնում են, սրա աշակերտի վրա են փորձում ինքնահաստատվել այն մասնագետի վրա, այն մյուսի խափելով ժողովրդին գցելով իրանց թակարդը։ Էդի ցածր աստրալն է։ Հասկացա՞ր։ ուղղակի սենց ասեմ, ցավոտ ասեմ, թե ոնց ասեմ, այդ կատեգորիայի մարդիկ հիմա ավելի պահանջարկ են վայելում, որովհետև երբ որ ես էջս նոր էի բացել իմ Instagram-ի, հիմա ահագին ժամանակ սուտ եւի այդ պատճառով է դեակտիվացիա արեցի, հետո մտա իմ պատպիսչիկներին ջնջեցի 1000 հատ պատպիսչիկ ունեի, սարքեցի 600, ով դուրս չէր գալի, պրոստը ջնջում է իրան։ Բացել եմ ամենաառաջին օրվանից օրական տես մի քանի հոգի սիրային մագիա
ռիտուալ, երեզմանոցային ինչ հարցով ասես գրում, որ մարդուն բացատրում եմ, մեկը գրել է, ասում է խոսքի, ես ինչ մարդը ինձ սիրում է թե չէ, բան ասում, օքեյ, ասում եմ, մենք իրար հետ չենք մի տարի, ասում որ դուք մի տարի չեք իրար հետ, արդեն ակնհայտ է, որ այդ մարդը քեզ չի սիրում, էլի ինչ հասկադը տեղանես, մարդը եթե սիրեր, նամանավան տղեն, հաստատ վազելու էր, էլի հետևիցդ, իմաստը հիմա, որ դիմել ես խոսքի, տես բացատրեցի, թե չի կարելի անել, ինչ հետևանքներ կարա ունենան, մաքսիմում փափուկ մարդու ապրես, այդ հարգեցի։ դրության մեջ մտնելով, ու իտոգը այն է, որ ես ժամերով գալասավոյներ ուղարկեցի, ինձ իտոգում գրին, բա ոնց կարամ լինեմ հետը, որ Այսինքն հաջողություն, տուպոյ, այո, ես այս մասին թեմա եմ ես վերջերս արելի podcast, ոնց զգան խափե բաներին, հա, այդ թեման եղել անտե, որ թուղթու գրեր են անում եւ այլ, եւ այլ, եւ այլ։ Հասկանում ես, դա սխալ է անելը։ Հա, ասենք նրանք չեն հասկանում, որ դա մեսցիա կոչվում։ Հարգող մարդը տենց բան չի առաջարկում։ ասում դու քո ինքնագին, ասում նայում եմ գեղեցիկ կին եք, պոտենցիալ ունեք, սովորեք խոսքի լավ փողեր աշխատեք։ Իտոգ դու քո ինքնագնահատականը ոնց կարա թույլ տա, դու ինչ որ մեկի համար տենց բան անես։ Հա, իվարկե։ Բայց դե մարդիկ էլի չեն հասկանում, կներեք։ Ես անընդհատ ջուր եմ խմում, որովհետև շատ եմ աշխատում։ Դրա համար էլի։ Ահա։ Մարդիկ ուզում են տենց, ես հասկացել եմ, որ զուտ մարդիկ ուզում են իրենց կյանքի պատասխանատվությունը իրենց վրա սկսեն մոգության վրա, չգիտեմ, նստեն, ասեն իմ հետ վատա, որտեվ ինձ նավսել են, ես մարդու հետ խոսում, ասում հավատացեք, էդի այնքան թանկանոց երևույթ է իրական գործը, որ ձեր հարևանը այդքան փող չունի, որ ձեր վրա գործանի ինչ որ։ Դուք եք ձեզ սամապրոգրամիրովանի անում ձեր մտքերով։ Եթե ես հիմա նստեմ մտածեմ, որ հիմա ինչ որ իմ վրա ինչ որ մի հատ բան կա, ես կհելնեմ կընկնեմ ավտոյի տակ պրոստը։ Չի կարելի, էլի։ Ոչ մեկ չունի այնքան փող ու այնքան ուժ ձեր տարածքում, որ ձեր վրա գործանի։ Դուք եք ձեր մտքերով բանը։ Բայց չէ, մարդկանց հետի դուր չի գալի, իրանց դուր է գալի, որ իրանց խափում են, իրանց ասում են ձեզ նավսել են, դրա համար է ձեր կյանքում վատ, դուք մեղք չունեք։ Երբ որ մարդուն ասում ես արի անալիզ անենք, հասկանանք քո սխալները որտեղից է սկսեմ, միգուցե դու ես դե հիմա մարդես ինչ որ միտեղ սխալվել ես կամ անհարմար ճիշտ բան ճիշտ չես կողմնորոշում, մարդկանց էդի դուրս չի գալիս։ Ահա։ Ես Բախի երբ դուր սկսեցի չգալը, նայի, իրանք լինում է շատ ուշ են դիմում, արդեն ուշ է լինում, օրինակ իմ հետ եղել է, ես որ բացատրել եմ չեն հասկացել, իրանք հուշակ մանուշակների մոտ են գնում, հա ովքեր տարոն անգամ չգիտեն, ոչ մի գիտելիք, տարոն ինչա, տարոն իրանից ինչա ներկայացնում ընդհանրապես, ես վերջերս միտեղ հաղորդում էր, ասма տարոն գործիք է, բայց չի ասում ինչ գործիք է։ ես մարդկանց հետ ես ասում ինքը գործիք է, դու կարաս իրան օգտագործես թե հոգեբանական նպատակով կարաս իրան օգտագործես մոգության մեջ, կարաս իրան օգտագործես զուտ սամաանալիզի մեջ ոնց իրան կօգտագործես ինքը տենց կաշխատի։ Հիմա իմ ձեռը դանակ տան, ես կարամ դանակով համով ուտելու բան սարքեմ, կարամ գնամ մարդ սպանեմ, բայց դա ոչ ինչ նշանակում, որ դրանից գործիքը լավը կամ վատն է դառնում։ Բայց դե մարդիկ ես զգացել են, որ իրենք միստիկա են սիրում։ Իրանք պրյամոյ խոսալ չեն սիրում։ Իրանք չեն սիրում ընդունել, որ միտեղ սխալվել են։ Իրանք չեն սիրում ընդունել, որ ոչ մեկ իրանք չի նավսել։ Իրանք չեն սիրում ընդունել, որ պետքա իրանք իրենց վրա աշխատեն, որ լավ իտոգի հանգեն։ Դա Իրանք գիտես ուզում են ինչի՞ց է, որովհետև իրանք ծրագրավորողների են հանդիպում, ովքեր իրանց նայ, ով ինձ դիմում է նկարն է վրազ ուղարկում, առանց իմանալ ով եմ ես։ Ասում եմ դուք ես իմ նկարը առաջարկում, որ ես քեզ մանիպուլյացիա անեմ, ծրագրավորեմ, հա, ու սկսեմ կթել քեզ։ Ասում եմ, տես բան էլ կա, ասում եմ ո՞ց թե տենց բան էլ կա։ Դու զորով, շարով քո նկարը տալի, ասում եմ քանի հոգու ես սենց նկարները տվել։ Դեպք եղավ չէ, որ այդ կնոջ տունը մտան, կիներ, աղբերներ, այն մյուս քուրներ, նկարները տվել էին, աշխատել էին վրեկները, հիմա ձեմանիչսկի բան կա մեջները, ոչ միտեղ չեն կարում հանեն։ Ես հանել էի, հետո հարցեր եղավ, լավ էր։ Երևի բան ունեն, էլի հակում ունեն սենց դիվական ինչ որ բան,
լավ է իրանց մոտ, էլ էթան սրա մոտ, էլ էթան նրա մոտ, հետո խնդրեց ինձ, ասեց դու ես ամենաուժեղ եղե, որ հանել ես իմ միջից, նորից եկելա, ասի քեզ ով էր ասում, ու ունենց մարդկանց անուններ տալիս, ովքեր ինձ կոլեգա են եղել։ Դրանց մոտ է գնացի, ավել են դժվարացրել, ու ես խի պետք է բռնեմ, դրանից հետո ես մաքրեմ։ Դա պաշլա ты ասեցին։ Դե ու տենց պրինցիպ ունեք, հարցը գումարը չի, հարցը այն է, երբ դու եթե դիմել ես ինձ, ես գործն արել եմ, դու բարի եղի հարգի դիմացինիդ։ Իսկ եթե չես հարգում, այդ անհարգանք վերաբերմունքա, որ դու բան ունես, հա, ինչ որ հերիք չի քեզ մի հոգի, նրա մոտ էլ գնաս, նրան ավելի բարդացնես վիճակը, նորից հետ գաս, ասես յա մի հատ էլ մաքրում։ Դա պաշլա ты, նատրի Հենց մի անգամ մեկը գրեց, ասում է, բայց սրան այսքան եմ տվել, սրան այսքան եմ տվել, ոչ մի բան, լսեցի, ասում բա մտածել եք այդ փողով գնայինք մի տեղ հանգստանայինք, կախել էր մոտ։ Հա, Ասում տենց չէ, է։ Իրանք ես որ ասում էի, չէ, Արտուր ջան, խափե բայենեսն են, մարդկանց թվում էր, թե ես նախանձում եմ, ես չեմ ուզում, ով չի ուզի Հայաստանում ընտիր մասնագետներ լինեն։ Այդ ոնց է, ես քեզ այսքանի մեջ նայում եմ, մի հատ խելքը գլխին մարդ կա, տենում եմ, հա, բացի խոսքի իմ աշակերտները, որ զգում ես մարդը ճիշտ բացատրում է, խելքին մոտիկ բան է ասում, բայց մնացածը աբսուրդ է, ես քեզանից չեմ տեսել, որ դու սրա անվան վրա ինքնահաստատվես են մեկի, իսկ սրանց պահվածքը արդեն վառում է իրանց, ժողովուրդը մեր, այսինքն թող գնան, այդ այտենց կոդավորված, մանիպուլացված մնան, իրանց քիչ է այդ։ Այդ էս թող խափեն իրանց։ Մեզ գտնողը միշտ իմացի, այո, լավ մասնագետը միշտ իրա սպրոսը ունենում է։ Էդի միշտ հիշին, մենք չունենք կորցնելու, իրանք շատ բան ունեն, այդ խափե բաների հետ միասին, որ կորցնեն։ Մենք մեր գլուխները կախ, հա, աշխատում ենք։ Մենք Ես չենք միշտ ասել եմ, նրա վրա գոռում։ Ամսև ամես չգիտեմ 10 հոգի ընդամենը դիմի կամ ավելի քիչ, բայց ես իմ աշխատանքից հաճույք ստանամ, ինձ դիմաց մարդուց հաճույք ստանամ։ Եթե ինձ պետք է ամեն երկրորդը դիմի, այն մտքով որ ես ասեմ քո հարևան Վարդի թերը քեզ գիր է արել, ես իմ էջը լուչը փակեմ, քարտերս նվիրեմ մեկին, գնամ իմ համար իմ գործերով ապրեմ։ Այն օրը միտեղ գիտես ինչ եմ տեսել TikTok-ում։ Մի հատ խելագարը կար, գրել էր 150,000 փող եմ աշխատել տուդա սյուդա, այս առաջի մասը տվեց, լավ է, փակեց, բանը 150,000 փող եմ աշխատել, ես իմ տարոն չեմ թողի, տարոն մենակ նրա համար չէ, որ դու փող աշխատես։ Մեկը ընդ գիտես ինչ է գրել, բա տենց լավ բան է, ես էլ տղա։ Ես էլ գնամ առնեմ, ես էլ սկսեմ փող աշխատեմ։ Էլ ինքը սրանք չեն հասկանում։ Բանը, դյավոլը, հա, գայթակղում ասում է լավ է։ Արի մի քիչ քեզ լավը զգա, ու չգիտեն հետո, բայց այդքան էտի այդ ատկատը կերավ, չհասկացավ, այդ ինչի հետ կապ ուներ։ Հասկանում ես։ Դաժե մինչև հիմա, եթե ասես էլ ինքը չի հասկանա, որ այդ իրան ատկատա եկե, այդ խիա գալի։ Որտեվ ինքը իրավունք չունի տարովերցնի ձեռքը, իրան տված չի։ Մենք նախանձությունից չենք ասում, մենք տեսնում ենք, մենք մասնագետ ենք։ Դրա համար ես տարոն թողեցի, ճիշտ է դասավանդում եմ իհարկե, ես վերջերս երկու հատ լավը տենց ունեցել եմ, ավարտեցին, արդեն հիմա խառն է լինելու տարոլոգիայի, հա, ուրեմն դասընթացներ ա լինելու 10-ից քանի հոգի, 10 քանի հոգի, տենց եմ հավաքել խմբերը աշխատեմ, վեդայական թվահոգեբանությունն ա լինելու կեյտուի, այն ինչ ես եմ տալի Հայաստանում, տենց բան չկա, նոր եմ ավարտել, հեսա գովասանագիրս, Ալեքսեյ Կապուստինի մոտ, մեկի տեղը 2 հատ, այս անգլերենն ա, որ կարամ անգլերեն էլ դասերը տամ, սա ուրեմ ռուսերենն ա, հեսա սերտիֆիկատ, էտի ռուսերենն ա, էլի, մեկ էլ էտի, ոյ, մոգության էտ դպրոցս որ կա, հա, общий կուրսինը վերցրեցի, պատվոգիրս, այ հեսա, շկոլա մագի վելեսա, թե
բարձրագույնն է, Հա, ամենաբարձրը։ Եթե չեսի դրել ասում ես սլավյանսկի մագիա տուդա սուդա կծալեմ կգցեմ կլիկվիդացնեմ յանես ես եկել ինչ ես խոսում, ես վախացնում։ քրիստոնեական խաչավերեքները իրանք ռունաների Գրեգորի հետ են ուզում աշխատեն, ինչի Ես հեսա մասին։ քեզ մի հատ բան ցույց կտամ։ Այ Մարդիկ չեն հասկանում, մենք ինչ մեջ մենք են, որ մենք մոգերով նայ, սա իմ ալգիզնա։ հա, Երևում է նշանս։ Հա, հա, մի վարքյան, այ հեսա։ հա, Իսկ սա մեր քարն է, մաքուր, տեսնում ես ինչա, հա, կապույտ։ երևում է։ Դա մեր մոգերի քարն է։ Ասեմ, որ իմանաս։ Իսկական, որով եթե դու տենում ես, ուրեմն կարաս էսի գցես վիզդ, որովհետև էսի քեզ օգնում է, մանավանդ ես, որ համ ռիբա եմ, հա, ձուկ, համ էլ խոյեր։ Իսկ ես թվաբանականը շատ լավ էր, որովհետև ես շատ ուսումնասիրել եմ, պլյուս ես նաև տարո գիտեմ, տարոյի ամեն մի թիվը բավականին խորը ուսումնասիրել եմ, ու իմ մոտ օրինակ շատ մարդիկ չգիտեին, որ 9-18 եթե մի պահ կանգ առնում մոտը գործերը, պետք է ոսկի, ինչքան կարա ոսկի գցի վրան այդ քանի օրը։ Երեք նոր ինձանից էին իմացի, զարմացել են, ես շատ էինք սպասում սենց հետաքրքիր նորություն։ 9-18-ը ոսկի։ Ով ծնվել է 9-18, այտենց բան Իմ չկա, ես ինչ։ մատրիցայի հալարկեսը իմ մատրիցայի հալարկեսը 9-18։ Հա, դե օրինակ ես ծնվել եմ 18-ին, հա, 1-ին 8 ես մարսիանսկի, պլուտանիչսկի մարդ եմ։ Այնտեղ մի հատ խելառը սենց գզգզված մազերով խոսում էր 9-18, 1 էլ 27 թվից մի հատ հետետություն, Պիֆագորի են հինչ աշխատող բաներն է խոսում, որը հիմա հիմիկվա 2000 թվից եմ ես աշխատում, այսօր խաչիկը լավ մտելա գործի։ Ես իրա մատրիցանալի ու ասի ոնց պետք է ինքը առաջ էտա, որ խփի հելնի դամա, հա, աշխատի։ Տենց էլ կա, հիմա մտելա գործի։ Հիմա ես եմ էդի աշխատած։ Մարդիկ իրաց սահմանները լավ չգիտեն։ Հիմա ես օրինակ տարոն ուսումնասիրում եմ, ես շատ եմ ուզում հոգեբանության որակավորում ստանամ, երևի թե մագիստրատուրան հոգեբանության գծով եմ տալու, բակալավրը ես բակալավրը մենեջմենթ եմ ավարտել, տնտեսագիտության կառավարում, բայց մագիստրատուրաս հոգեբանության կողմ եմ մտածում։ Ուղղակի մարդ պետք է իր սահմանը հասկանա։ Օրինակ, օքեյ, ես ռիտուալիստիկան պատկերացում ունեմ, գիտեմ ինչի մասին է, ոնց է էգրեգորները ինչ են, բայց ես դրա մեջ չեմ մտնում, որովհետև զգում եմ, որ այդ իմը չի։ Էդի ուրիշ է, դա քո որոշումն է, դու ես որոշում։ Իսկ նայի սահմանը չեն հասկանում։ իմ մոտ ուրիշ Ամեն է։ ինչ մեջ ուզում են մտնել։ 9, հա, 18-ը։ Ինքը կապ ունի նաև հոգևորի հետ։ Ես յոգա եմ պարապում հիմա։ Այս ուրբաթ, այս ուրբաթ պետքա գնամ։ Որովհետև ես ինքս այդպիսի մարդ եմ։ Ասма սիրի բոլորին, հա։ Ոչ թե բոլորին ատի, ոնց որ հիմա այդ ամեն ինչը այս մեր երկրում է։ Մենք պետքա գիտես ինչ անենք, ընդհանրապես այդ սերը տարածենք, որ մարդիկ սիրեն իրար, ոչ թե իրար ատեն, գնան դեպի արարիչը։ Մեկ-մեկ այնց վախենալու բաներ եմ տենում, այդ ոնց ասեմ քեզ, այս վերջերս եմ տեսել, ինչ որ լուսին էր սենց նկարած, ինչ որ մեկը ասում էր դևերը գալու են ձեր տուն, այսինքն ժողովրդին, անունով քրիստոնյա, ժողովրդին պահում են վախի մեջ։ Ժողովուրդ ջան, այս երեկորը էլ լուսամուտ էլ չգի։ Այսինքն ձեզով այդ իրավունքը տվել, որ դուք այս ժողովրդին սարքեք գիշ, վախի մեջ պահեք։ Գնացեք դեպի արարիչ։ Այսպես դնում են մեկը կոդավորում է, մեկը զոմբիացնում է։ Իսկ այս մեր էներգիան, մեր այս արարչականը, Արտուր ջան, դրա համար շուշուտ կանենք սենց պոդքասթներ, մենակ շատ անպայման։ Դու հաջորդ իմ հյուրը կլինես Արմանի այն մեկի տարբեր բնակավարի մարդկանց հետ կլինենք, խոսենք, մենք ոչ թե կքարոզենք, մենք ճիշտը արտնացում է դա կոչվում։ Զումը նայել ես։ Վանտային թռիչք։ Հա։ Շատ լավ, ճիշտ տեղը տեղին, այո, դա արարչականն է։ Մենք էլ կմիանանք մարդկանց
մենք էլ դեպի արարչականը կտանենք։ Իսկ ում դուրը չի գալիս, որ դեպի արարչական լույսը գնա, այլ ոչ թե քարոզի ապելություն սերմի, հա, մութ ու բարի, սև ու սպիտակի, մեզի դա պետք չի։ Մեզ պետք է որ բոլորս գնանք արարչական։ Մարդիկ ասում են, մտնում են մի բանի մեջ առանց հասկանալու իրանք ուր են մտել, խի են մտել։ Ես ինքս բոլոր կրոնները իմ համար լավ ուղիներ են, կարևորը թե իմ համար շատ կարևոր է, որ ինքը մարդը լինի հասկանա ինքը ինչի մեջ է։ Եթե մարդ քրիստոնյա է իրան համարում, ինքը չպիտի զբաղվի օրինակ մի ուղղությամբ, որը ենթադրում է նախկին կյանքեր, ենթադրում է կարմային հավատալ, աստրոլոգիային հավատալ։ Այսինքն եթե դու քրիստոնյա ես, մի զբաղվի դրանով, մի հել հայտարարի, որ նորմալ է, որ ես զբաղվում եմ, չգիտեմ, գուշակություններով, ռիտուալիստիկայով, բայց ես քրիստոնյա եմ։ Չէ, դա տենց չի աշխատում։ Այո։ Չես կարա էլի Այդ որ ասեցիր մի բան հիշեցի, այդ կինը իրան ներկայացնում է, որ ինքը տարոլոգ է, ես ընդ вообще տարոլոգ չտեսա, Գլումովի հյուրներ, ասма տարոլոգ եմ, ասма տարոն գործիք է, բայց ինքը չգիտի, հասկանում ես, որ տարոն սակրալ գործիք է, երկու անգամ էլ ասեց գործիք է, մտքիս մեջ ասի, ես ում եմ բերել, չի հասկանում, որ կամ սակրալ բառն է մոռացել, կամ ընդհանրապես հեռու, հասկանում ես, նայում ես մարդը կմ, մարդիկ ճիշտ չեն գիտելիքը մարդկանց բացատրում, ասում եմ մամուտ, այս վերջերս եմ իրան անդրադարձել, ասում եմ որպես 27 տարվա մասնագետ, գոնե ամոթա գործիք բառը գիտես, այդ սակրալը ուղեղիդ մեջ տեղավորի, որ հիշես, խայտառակ չլնես, որ քեզ ներկայացնում ես տարոլը։ Իրոք ամոթա, եկել նստել ասում ես տարոլոգ եմ, բայց ասում է տարոն ինչ, ասում է տարոն գործիք է, բայց ինչ գործիք է, Գլումով մի հատ հարց տայր, հա։ Այդ podcast-ը շատ սխալ, իրանց հանդիպումը շատ սխալ ձևով էր կազմակերպված, որովհետև այնտեղ նախ մարդը այնտեղ ինչ թողմասը ինքը չէր թողում մարդիկ խոսեն, ինքը վրա էր գալիս։ Իրանք տենց են, իրանք պետք չի, որովհետև իրանք թաքցնում են այս ամեն ինչը։ Եկեղեցիներում չէ եղել հենց այդ գաղտնիքները, այդ ամեն ինչը, իրանց ձեռ չի տալիս, իրանք ճիշտ ասեն, ուշը արդեն արթնացումը սկսել է դեպի արարիչ, ուշ թե շուտ է դրանք արդեն всё, պարզ խոսվելու է մասին։ Հիմա շատ խարապ իր համ սա ում խելքը չի հասնում, ում ինչի չի հասնում, ով 9-րդ դասարանը մի կերպ ավարտել, տարո քարտերը վերցնում է, սկսում է տնից գուշակություններ անել, յանեմ փող աշխատում իր համար, մարդուն հարցնում ես, օքեյ, կապույտ է, խի է կապույտ գույնի էսի, ասում է դե գիշեր է։ Լետենում ես։ Մարդու տրամաբանությունը լրիվ տգետ։ Ես մարդկանց հետ որ խոսում, ասում տարոն այնքան ուժեղ գործիք է, որ իր վրա ամեն գույն, ամեն սիմվոլ պրոստը տակ չի, էլի, եթե դու գաղափարել չունենաս, զուտ քո աֆիրմացիաներով կարաս մեկնաբանես մի երկու բառ, ինչի մասին է այստեղ։ Բայց մարդիկ մեկը իրենց ուզում են, որ նստեն ասեն քո կյանքում սա լավ է լինելու, փողերդ բեր տուրի, ինձ ես թղթի վրա քո անունը կգրեմ, կվարեմ, կլսեմ շամպայնի մեջ կշփեմ միտեղ, թույն կլինի։ Մի անգամ մեկը դիմել է, ասում է համալսարան կընդունվեմ, ասում եմ օքեյ, պարապում եք քննության համար։ Ասում է դե այլը չի, ասում դե չեք ընդունվի։ Տարոն դու ինչ եք ակնկալում։ Մարդիկ ուզում են, որ ինչ որ կախարդական փայտիկ ունենաս կամ երկնքից իջած մեկը լինես, որ սա իրաց մասին գիտի, ամեն ինչ հանում դնում է դեմները, այդտեղ չի դառնում, էլի չեն ուզում մարդիկ իրենց վրա աշխատեն։ Դրա համար է չեն էլ աշխատի։ Մինչև 2030 թվականը բանա մնացել իրանց։ Уберут просто այս աշխարհից։ Մեր երկրում էլ այդ շատ է տարածված հենց այդ գերեզմանոցային մագիան, այն ցածր մակարդակը։ Նայ, գերեզմանոցային ես էլ եմ անում, բայց ընդհանրապես այդ իրանց ասած կեղտոտ գործերը չի որ անում եմ։ Ես անում եմ ֆինանսային, ասենք ծեսեր։ Մարդու մոտ որ շատ վատ է լինում, ճանապարհները փակել են, հենց այնտեղ չես մտնում գերեզման, հա? Խաչմերուկ կա։ Հենց այդտեղ կանգնում եմ, այդ մարդուն կանգնացնում եմ, օդկուպը անում եմ, զակուպը անում եմ սկզբից։ Ինչ պետքա գործն անում եմ այդ մարդու всё, այդ մարդ իր շնորհակալությունը հայտնում է գալիս է, հետո զանգում է 2 օր հետո ասում է գիտեք, սենց։ Այսինքն լավ բաներ ես անում, ոչ թե հետում ես, դու գիր ես անում, ես չգիտեմ, ինձ զիբիլներ ես անում, չի կարելի։
Չի կարելի։ Ես նես կարծրացած բաների մեջ չկամ, հա, օրինակ միշտ բացեմ, ասում եմ, օքեյ, եթե մարդ դաժե ուզում է ինչ-որ մութ էգրեգորների հետ աշխատի, այդ իր ընտրությունն է, կարևոր է իմ համար, մարդ լինի պրոֆեսիոնալ։ Եթե ինքը իր Ապրես։ գործը Այս պրոֆեսիոնալ է, վերջերս տեսար TikTok-ում գերեզման էին գնացել, sense փնթիավարի ապրանք։ Տեսել ես։ Էդ իշ խայտարակություն էր։ Էդի իրա վրա ինքը լիքը դևեր վեկալած տունա գնացել։ Հետո թող ես չբողոքի, լես վայ, ասում եմ, շերի հետ աշխատում են, սուշերի մի հատ կլաս կա, որ իրանք բոմժ սուշինիստներ են, տապուշկերով քրչոտ, ես ասում իրանց հետ են աշխատում իրանք։ խայտարու, այ հենց տենցները չգիտեն, թե որտեղից պտի մտնեն, հա, գերեզման։ Բաբշե իրանց կարելի է ընդհանրապես, չի կարելի։ Կամ մաքրում են անում, ընդ ինչ որ մեկին բացում է սիրելիզով, sense մոմերը այդ հալած, ձերով եկալը ցույց է տալիս, որ ոնց կարելի այդ կեղտին կպնել, զուտ, նայում ես արդեն սիրտդ խառնում է, որ մենաս մի հատ է ձերով եկալես Արտուր կանգնես ջան, խոսք։ իրական մասնագետները իրավունք չունեն, գերեզմանում ինչ գործանում են, դա բացահայտ ցույց տան։ Ուրեմն դի խոսում է խալտուրա խափեբաների մասին։ Կամ որ ռիտուալիստիկան իրաց ռիտուալները նկարում գցում են, բայց ասում բայց ձեր Չէ, գաղտնիքը դա որտե՞ղ։ սխալ է։ Ուրիշ բան է մի հատված դնես, այնպես ցերեկով, այնքան որ թեթև, հա, դա լրիվ ուրիշ բան է, բայց ամենից հատված, որ սկի չեն էլ ջոգում, որ դու գործ ես արել դե։ Խոսքի Ես այդ եկեղեցի է։ է երևում, այդ եկեղեցին ես նկարում։ Հմ։ So, Հասկացա՞։ ով ինչ մեծ ուզում է լինի, գտնում ես քոնը քրիստոնեությունն է, քրիստոնեության մեջ եղի, ես հարգում եմ շատ այդ կառույցը, այդ էգրեգորը։ Չէ, սրանք Նույնը հոգեվորսությամբ են զբաղվում, ես ինչ ես խոսում, դու պետք է գաս իմ մոտ, չէ, քեզ կգցեն գեհենի կրակների մեջ, աղջիկ ջան, եթե դու ուզում ես ինչ որ մեկի հոգին որսած, որ դու դրա մեջ խրվել ես, այդ մարդը չի ուզում, ամեն մարդ իր իրավունքն ունի, ինքն է հմ, որոշում, թե ինչ կրոն է ինքը ընդունում, ոչ թե զորով այդ մարդուն շարով քաշում եք ձեր այդ սատանի թակարդը։ նույնը տարոլոգների մեջ, որ այդ սուտի տարոլոգների, եկեք կոնսուլտացիայի, եկեք ես կանեմ, չէ, դու իրավունք չունես մարդուն կանչես քո մոտ, ուզում ա, կգա։ Գտնում ա, Այ, որ դու կարող ես էդ էլ է գնալ։ խաբեություն։ Դու Չպիտի իրավունք կանչի։ չունես մարդկանց ասես զորով եկեք իմ մոտ։ Դա մարդկանց որոշումն է։ Մարդիկ ճիշտ ընտրում են խելագարի մոտ գնան, ուրեմն թող գնան տուժվեն։ Մարդիկ ընտրում են ճիշտ մասնագետի մոտ, ուրեմն կգնան։ Ուշ թե շուտ ձեր երեսը պարզվելու է։ Ոնքի Հասկանես մարդիկ իրանք այդքան ասում, ինձ չեն։ ասես ներքուս մոգության կախարդության կարիք ունեն, եւ որ չեն ուզում իրանք իրենց վրա աշխատեն, չեն ուզում ինչ որ մի բան ավել դնեն, որ մի երկու կոպեկ ավել աշխատեն փող, ուզում են ինչ որ մեկ իրենց տեղը օթում թիթեռնիկ նկարի իրանք հարստանան, բայց այդ անտերը հոտենց չի։ Հիմա եսի մեջը չի իհարկե մենակ, ես էջիցս բացի ես իմ աշխատանքներ ունեմ, համալսարանս նոր ավարտեցի, ուրիշ տեղել եմ ընդունվելու։ Ապրես, Իհա ապրես, ուրախ եմ քո համար։ Մեր մերսի։ Արմանն էլ, որ ասում է սովոր, ես եմ սովորում, են եմ սովորում, ես շատ լավ եմ զգում, երբ որ գիտես ոնց բան ունես, ցանկություն ունես, ռեսուրս դնելու, ռեսուրսը որն է դա ժամանակ, հիմա վճարում ես, սովորում ես եւ այլ ժամանակը հատկացնում ես, հա, ոչ թե քո տեղը ուրիշն է այդում սովորում, դու այնքան որ ասում ես սովորել եմ, այդ չեղավ սովորել, տգիտությունը հիմա շատ է Հայաստանում, դա շատ լավ բան է, որ ձգտում կա, որ դու սովորես, հարգեցի քեզ, դա Ես շատ մեծ լավ բան է, հոտած, էդի մեր մասին է, որովհետև հենց համալսարաններն էլ իրանք, հա, մարդուն թողում են, որ դու չսովորես։ Ես նայում եմ հենց մարդիկ էին իմ հետ ավարտում օրինակի համար, եւ որ իրենք երկու բար իրար չեն կարող կապեն, բայց ես ու ինքը նույն դիպլոմը ստացանք նույն դե համալսարան։ տեսնում, Բնականաբար արդեն ամեն մարդու մոտիվացիան չի հերիքի։ Սենց դե մարդկանց թողում տեսնում են ես, սովորեն։ խայտառակություն է, խայտառակություն, Իմ համար կարևոր է էդի նամանավանդ տղու պարագայում, որ հոգևորն ու նյութականը ինքը բալանսի մեջ պահի։ Ես մի քիչ բան եմ, էլի ես չեմ սիրում, որ sense слишком սպիրիտուալ են լինում, նամանավանդ տղերքի պարագայում, էդի պետք չի։ Տղեն պետքա ճիշտ է, զազիբլիոն լինի, տղեն պետքա փողել սիրի, տղեն պետքա աշխատի, որտեվ տղեն նյութական է։ Կինը կարա, հələ ավելի շատ սպիրիտուալի կողմ գնա, ավելի շատ այո, հոգևորի կողմ գնա, բայց մարդիկ տարում վեկալում են, всё, իրենց դնում են Կարաբասի տեղը, գուշակ մանուշակի տեղը ու նստում են բրձ, մարդկանց խաբելով, մարդիկ էլ դեբիլի պես տանում են ամեն օր փող են տալիս, իրենք իրենց վրա ու չեն գիտես աշխատում։ ինչն է հետաքրքիր, որ
տարոյի տեղը, հա, որ տարոն վերցրել են իրանց ձեռքը, իրանց թվում է իրանք տեսնում են։ Այսինքն գրում են պայծառատես, իրանք ընդհանրապես բայց Հայաստանում խոսքի ես տեսնում եմ, եթե հասկացանք, հա, բայց խաբեբաներ էլ եմ տեսել, որ ասում են պայծառատեսում չկա։ Ու ես այսօր լիքը ապացուցում եմ, լիքը արդյունքներ ունեմ, որ ինչ կանխատեսել եմ հատիկ-հատիկ եղել է։ Բայց դա ինչ կապ ունի այդ տարոյի հետ։ Տարոն ընդամենը իմ համար սրանք չեն հասկանում, որ տարոն իմ համար սակրալ գործիք ա եղել, ընդամենը որ քիչ էներգիա տանի ինձանից։ Հա, Իսկ տեսողական ինձ այնց ավելի շատ է տանում։ Ես արդեն 20 օր կլինի։ Մենակ տեսողական սեանսներ եմ անում, տենց եմ կոնսուլտացիաներ անում, տարբեր սֆերաների հետ կապված, կապ չունի։ Ու շատ լավ արդյունքներ ունեմ, նույնը թվագիտության հետ կապված, ռազմորները, թե դու ոնց անես, որ արագ քո մտանիշ դեպի լավ գնա եւ այլ եւ այլ եւ այլ, հա։ Через դիսցիպլինա и так далее։ Նաև դրանք ա լավ, ֆինանսային ռազմորներն ա լավ, այդ մարդիկ կան, որ ուզում են ինչ-որ բիզնես դնեն, ես ասում եմ ում հետ դնեն, ինչ թվանշան է Իրանը, ով կհամընկնի Իրան, հա, կհամապատասխանի, չքաշեն, չխափեն, լինում է ստորագրություն պետք է լինի, դիմում են, ես թվերը հաշվում եմ, օրվա թիվը որ որ ժամին պետք է գնա։ Եղել է, որ ասել եմ, չէ, մի գնա, դու կտուժվես, չի լսե, գնացել է, տուժվել է։ Ասում եմ, քեզ պետք է լսեի։ Ու իրոք, ես իրան ասի կխափեն։ Դա թակարդ է, տենց էլ եղավ, չլսեց ինձ գնաց, մտածել էր կատակա։ զուտ ասում եմ, մարդիկ չեն ուզում պատասխանատվությունը վերցնեն իրենց ձեռքը։ Չէ, չկա Որ տենց մարդ։ գրանցում են մեկ-մեկ կամ հիմնական փոստերը Instagram-ը, չգիտեմ, դուք Instagram ունեք, թե չէ, եթե ունեք, ընդեղով ձեզ follow տամ։ Ոնց չունեմ, գիտես ինչ ակտիվ են իմ հետևորդները, Instagram-ը չգիտեմ։ Facebook, ես վերջերս եմ խոսել, մեռա շնորհակալություն հայտնելով։ Ահա որ Facebook-ը ակտիվ են։ չգիտեի։ Insta-ով կգտնեմ ձեզ follow կտամ, որտեղ իմ post-երը սաղ ընդեղը, նամանավանդ գրավոր, որ բաներ եմ գրում մեկ-մեկ, իմ մոտ Հա, ես կարող գիշերը 1000-ին հելեմ նստեմ մի բանի մասին գրեմ ու տենց է գցեմ։ հա, ես էլ եմ տենց անում, բայց թվերիս հետ է կապված, գրում եմ։ Հա, իմը չէ, իմեջը տարոյի մասին է, ես աշխատում եմ շատ չընդլայնվեմ մյուս կողմերը, չնայած հետա Հա, ռունաներն էլ եմ ուսումնասիրել ունեմ, բայց գիտեմ, որ դա իմը չի, եթե մի բան իմը չի, հա, վտանգավոր գիտեմ, առնում եմ։ հա, բնականաբար ես գիտելիքը Ես նաև ունեմ, ռունաների դասընթացներ եմ տանում, ասեմ, որ իմանաս։ հա, Ամեն ինչ, գիտեմ, մոգություն, տարոլոգիա, թվագիտություն, վեդայական եւ ռունաներ։ Այդ բոլորը գիտեմ, դասընթացները ես տանում եմ։ Այդպես բաներ կա։ Ընդամենը ես ուսումնասիրել եմ, գիտեմ, որ պետքա գաղափար ունենամ, որովհետև կոպիտ ասած այս ոլորտի մեջ եմ, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որ այդ իմը չի, ես չպիտի դրանով զբաղվեմ, դե տեսնում ես, իսկ դու կարողանում ես այդ հասկանաս, բայց դա այնտեղ տուպոյ են, այնտեղ մարդ չկա նորմալ։ Սա կոդավորում են։ Ինչ քար հանում են, այսինքն իրանք քար են ասում տարոքարտին։ Դաժե գուշակություն, ավելի լավա կոֆեի բաժակն այն։ Խայտարակ ես իմ խոսքը ասել եմ ավելի լավ է ես ասում վեշի զարգցեք դուք ասում եթե ուզում եք այո ապրես։ կամ ոչ պատասխան իմանաք մի բանի զարգցեք ու վсё ուզում եք ընդունվեմ համարսան եթե ուզում ես ասեմ կամ հա կամ չէ գնա զարգցի զույգ կընկնի հայա կենտ կլինի չէ ինչ ես ուզում Այո, շատ ճիշտ պատասխան ես տվել, շատ ասում ճիշտ։ կարոն կարա քեզ օգնի ցույց տա բացատրի թե դու ինչ պետք է անես որ ընդունվես բայց քեզ չի ասելու դու կընդունվես թե չէ Թե հիմա դու չէ։ կանես այս անի քո գործն է բայց չէ մարդիկ ուզում են որ իրենց կառավարեն իրենց մանիպուլացնեն իրենց ծամեն դնեն իրենց բերանը Էդ էլ կատարվում է հենց TikTok-յան էջում։ Ստեղ էլ կա, YouTube-ում էլ կա, մեկը իրան հրճակելա, չգիտեմ, աստղաբան տարոլակ, բայց դաժե Լենորման ամենավտանգավոր բանն է, դա ինքը չի հասկանում, ինքը խիա տենց ագրեսիվ դառ է։ Ես չեմ էլ ասի հետագայում, այդ էս տուժվի։ Ու այդ նույն մարդը իմ անվան վրա փորձել է կեղտոտի անունս, որ ինքնահաստատվի։ Իմ անեցքի տակա հիմա ընկե, դե թող էթա։ Թո էթա մտածի։ Խայտարակությունը, այն քնում են, հելնում են, ասում են, վայ, ես տարոլոգ եմ։ հետո Չեն էլ բաց հասկանում։ բացում ես էջը տենում ես որ մարդ ամեն ինչ իրան վերագրել է ես չեմ հավատում որ մարդ կա լինի տարոլոգ ռունոլոգ դիետոլոգ բժիշկ հոգեբան
Մարդ կարող ունենա մի կամ մաքսիմում երկու ուղղվածություն, որի մեջ ինքը մասնագիտացված է։ Հա, բնականաբար ամեն ինչից է պիտի հասկանա ինֆորմացիա ունենա, բայց չի կարող մարդ ամեն ինչ լինի։ Բացմած Նայ, հա հիմա մաքրում ես արտադրած։ մոգությունը բավականին 5-6 ամիս քաշեց։ Իմը կամ ես դրա մեջ, հա, ես մոգ եմ։ Թվագետ եմ, որը վաղուց կա է։ Տարոլոգ եմ, որը կար, ռունոլոգ եմ, որը կար։ Սրանք ընդհանուր տարբեր, հա, բաներ ա։ Չես, ու պլյուս ես պայծառատես եմ։ Բայց դրա հետ մեկտեղ դուք ունեք տարիների փորձ, ունեք կյանքի Ապրես, փորձ։ հենց էդ ա խնդիրը։ Չի կարա 19 տարեկան երեխեն զբաղվի մարդկանց կյանքի իմաստը հասկանալու, օգնելուն ուղղվածությամբ։ Մի 19 տարեկան երեխա ես, դու քոնը հասկացի։ Ապրես։ Իրանք Կյանքի իրանց կրակի մեջ են գցում, իրանց ընտանիքներում սկսում ա պրոբլեմներ, խոսքի օրինակ։ Ինչ որ մեկը մեռավ, բարեկամ, սրանք չեն հասկանում, որ դա իրանց նշանը ինքը պետք է թողի։ Հմ, Չի հասկանում, որ իրա պատճառով է, իրա մեղքն է։ Հասկանում ես։ հմ, Հետո երկրորդ անգամը, դաժե կարա երազ գա։ Չէ, ես պետք է անեմ ու վсё։ Չարն ա մեջը խոսում։ Դրա համար ես էլ որ որոշել եմ, ոչ խոսեմ, ոչ մի բան, հա։ հա, Մեզ պետքա մենք մեզանով կարանք մարդկանց արթնացնենք, մեկ-մեկ սենց հետաքրքիր աշխատանքներ կտանենք, բավականին արարչից կխոսենք, արարչական էներգիաներից, հա, ում մոտ ոնց է դա բացվում, ուրա տանում մարդը մարդկանց դեպի լավը մեր հետևից տանելով, ոչ թե մարդկանց դեգրադացնելով, չարը սերմելով, սև ու սպիտակ անելով։ Շատ լավ կլինի։ անպայման պետք է արվի, ես միշտ ասում եմ, եթե ուսումնասիրում ես առհասարակ, հա, տարբեր ուղղություններ, դա այդ կլինի փիլիսոփայության ինչ որ ուղղություն, հոգեբանության, թե կրոնի, ոնց քամում ես, նույն բանն է իտո կգալի տարբեր մեկնաբանումներով։ Հիմա Ապրես։ վերցնենք ես այն օրը այս օրինակի մասին էի խոսում ընկերոջս հետ, ասում քրիստոնեության մեջ ասում է, որ մինչև 7 սերունդ կարա պատիժ գնա, չէ, մարդու սխալների Հա, համար։ իհարկե։ Քրիստոնեությունից դուրս ես գալիս, կարգմոլոգիայի մեջ կա տոհմի կարմա հասկացվածությունը։ Տոհմի կարգմոլոգիայից դուրս ես գալիս, հոգեբանության մեջ կա տոհմի տրավմա, որ տատիկի Ռադալոգիա ուսումնասիրել տրավմայի ես։ շատ մակերեսային, շատ չեմ խորացել, Իսկ բայց ես վաղուց։ ու Դա ու շատ ճոգում ես, ճիշտ որ բան է։ նույն բանի մասին տարբեր լեզուներով ասվում է մարդկանց։ Այո։ Վադիմ Զլանդը ռուս մետաֆիզիկ մի հատ լավ խոսք ունի, ասում է ճշմարտությունը ստերանք մի տեղա, բայց թե որտեղա չգիտենք։ Ամեն մարդ շատ լավ հնարավորություններ ունի, որ ինքը արթնանա, իր մեջ բացվի։ Խի, որովհետև մարդ էակի մեջ հեսա ես էլ ավարտվելու, տենց էլ Հա, կավարտենք լավ։ հա, Որովհետև մարդուն վերևից, հա, կոսմոսից տված է հատուկ էներգիա, քո արարչականը հոգին, ես համարում եմ, որ իմ հոգին, հա, արարիչը ես եմ։ ըհը, Արարիչը ես եմ։ Եվ ես ինքը, գնում եմ դեպի, հա, արարիչը։ Թե չէ ես գնում էլ են, եմ ասում։ տարբեր բաներ են գնում, դու Հիսուս Քրիստոս։ Անենց ապուշ հարցեր են տալիս, ասում։ Ես ընդհանրապես առաջ գիտես, հա, պորտկում էի եւ հիմա չէ։ Աբսոլյուտնը։ Մեկ-մեկ ես էլ էի վախտին պորտկոմ ջղայնանում, հիմա անիմաստ էներգիա չեմ Հաջորդ ծախսում։ անգամ հետաքրքիր կլինի գլոբալ այդ թեման։ Հիմա մի քիչ այդ մասին խոսեմ ու Հա, կավարտենք, որովհետև վերջացնում ենք։ Նայ, սրանք չեն հասկանում, որ իրանք այնքան ցավ ունեն իրանց սրտի մեջ, այդ իրանց ցավն են արտահայտում, բայց ով է մեղավոր այդ ձեր մեղքերը, որ դուք եք գործել։ Արևոտ մարդկանց, լավ մարդկանց դուք եք վիրավորում։ Իրանք չեն հասկանում, որ ես ոնց որ հայելի լինեմ, հա, սենց։ հմ, Չերես ինտերնետ, սենց։ Իմ անձնական դաշտ են մտել, քո անձնական դաշտ են մտել։ Իրանք մեր մեջ այդ պահին, հիմա նշանները սենց է գալիս արթնացման։ Իրանք այդ պահին, որ մենք խոսում ենք, իրանք իրանց են տեսնում։ Այդ պահին, որ հունից հանում են, դու ասում ես, իրանց են տեսնում, ինչ իրանց դուր չի գալիս։ Հասկացար, դա կոչվում է ես հայելային։
Ես հենց սկսում էի գուշակների մասին խոսալ, լիքը մարդ ներվայնանում էր։ Ասում եթե դուք տենց չեք, դուք խեք իմ խոսալուց ներվայնամ։ Ես գուշակություններ մարդկանց խափողներից եմ խոսում։ Հա, Դուքի ներվայնաց, եթե ներվայնեմ, ասում եմ դուք ինձ տեսել ես այդ